Ողջույն 24-ի եթերում հետագիծն եմ Նարեկ Գալստյան, այսօր ես իմ տաղավարում հյուրընկալել եմ Երևան քաղաքի ավականու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանին, Մեսրոպ ողջունում եմ։ Բարև ձեզ։ Ես շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու Ես եմ համար, շնորհակալ հրավիրելու մեր տաղավարում։ Ես նայում եմ ակտիվորեն հետևում եմ ձեր համացանցային այսպես ակտիվությանը, այսինքն լավ, այսպես եմ գետնի վրա ձեր ակտիվությանը, որի արտացոլումը տրանսֆորմացիա մենք տեսնում ենք, հա, համացանցում։ Բայց հարցս այդքան Երևանին չի վերաբերվում, քանի որ դուք ամեն օր ու ակտիվորեն շփվում եք մեր համակարգացիների հետ, իսկ դիմաց ընտրություններ են։ Ձեր կարծիքով այս ընտրությունները ինչ որ գալու են, ինչի մասին են, սոցիալականի մասին են, չգիտեմ, տրանսպորտի մասին են, թոշակի մասին են, սա մի հատվածն է, ինչը ի դեպ նաև ընդդիմության որոշ հատված իրականացնում է։ Եվ երկրորդ հատվածը այնուամենայնիվ էգզիստենցիալ են, քաղաքական են, անվտանգային են, քաղաքակրթական են անգամ, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Նախ Նարեկ ջան, ուզում եմ լավ լուրով կիսվել, Արշակ Սրբազանն ազատության մեջ է եւ այն տանջանքների մեջով, որ անցավ Արշակ Սրբազանը եւ այն շարշուռը, որ անպարկեշներ այդ մարդու ասային ասում են, հոդս ցնդեցին, հիմա ինքը ազատության մեջ է։ Հիմա գամ ձեր հարցին։ Ազատություն մնացած բոլոր սրբազաններին։ Միանշանակ Բագրատ Սրբազանին առաջինն էլ, որ մեկ օր շուտ վերադառնա ինքը մեր կողքը լինի։ Ուրեմն Նարեկ ջան, տեսեք, երբ որ շփվում ես մարդկանց հետ, մարդկանց գերակշիռ մասի մոտ սոցիալական խնդիրներ են առաջ գալիս, այսինքն մարդիկ սկսում են ուղիղ իրենց խնդիրը իդենտիֆիկացնելով, գիտես, ես ունեմ այս հարցը, ուզում ես հարցի այսպես լուծվի, այս արվի։ Ինչն է հետաքրքիր, օրինակ, աբսուրդային, էլի, այսինքն անվտանգային խնդիրները, որտեղ որ մարդիկ ուղիղ պետք է իրենց վրա զգային ու գնահատեին, օրինակ Սյունիքի մարզը, ընդ այդ մարդկանց մոտ անվտանգային այդ զգացողությունը շատ ցածր մակարդակի վրա է, աբսուրդային։ Ուզում ես հասկանաս, լավ էս մարդկանց մոտ իրանք չեն զգում, որ առաջի պահպանման վնաս չկա։ Չեմ տեսնում, իմ համար աբսուրդ է, բայց դա ես չեմ տեսնում։ Կա մարդկանց մի զանգված, ովքեր որ գիտակցում են ինչ մարտահրավերներ կա մեր երկրի առաջ, մեր պետության առաջ, բայց այս մարդիկ առաջինը շատ քիչ են, երկրորդ այս մարդկանց մի մասը հիասթափվել է, անկեղծ հիասթափվել է այս մարդկանց, որովհետև իրենք միշտ սպասել են, որ պիտի ընդդիմությունը կարողանա այս չարիքին վռնդել, այս չարիքից մենք ազատվենք։ Հետո նույն ընդդիմության դաշտում այս գզվռտոցը, որը որ ոչ մի ձևով այս մարդկանց դուրեկան չի եղել, այս մարդկանց մի մասի մոտ էլ հիասթափություն է, բայց ես կարծում եմ, որ ճիշտ աշխատանք տանելու պարագայում, երբ որ դու կարողանաս մարդկանց բացատրես իրենց կարևորությունը, դու պիտի կարողանաս մարդկանց բացատրել, թե իր ընտրատեղամաս գալը, իր քվետալը ինչքան կարևոր եւ որոշիչ է, համոզմունք ունեմ, որ այնուամենայնիվ այս չարիքից մենք կազատվենք։ Եվ դրա համար նորից եմ ասում, ամենակարևորը, որ մարդկանց մոտ կա այդ գիտակցությունը, որ իրենց ձայնը որքան կարևոր է, որ իրանք գնան ընտրատեղամաս։ Լավ, հարցը սենց ձևակերպեմ, հաշվի առնելով նաև էլի ընդգծեմ ձեր շփումները, հա։ Նիկոլ Փաշինյանն է ռեյտինգով առաջատար, թե ընդդիմությունն է, որ չի կարողանում որևիցե կերպ այլընտրանքային օրակարգ ձևակերպել Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն կարողացա չէ բացատրել, ոչ թե արդյոք Փաշինյանն է, որ կարողանում է այսպես բոլորի սրտերում տեղ ունի կամ մեծամասնության սրտերում տեղ ունի, թե ընդդիմությունը չի կարողանում այնպես դիրքավորվել, որպեսզի ժողովուրդը նկատի, հասկանա, հավատա, վստահի։ Տեսեք, ես կասեմ, Նիկոլ Փաշինյանը չունի այդ ռեյտինգը, չունի այդ հեղինակությունը, այսինքն Նիկոլը կորցրել է եւ իմ գնահատմամբ ինքը ամենացածր մակարդակի վրա է, բայց միևնույն ժամանակ ընդդիմության կողմից էլ այդ ակտիվությունը այդ մակարդակի վրա չի եղել, այդ վստահությունը ժողովրդի մոտ չկա, որպեսզի այս պահի դրությամբ մենք հասկանանք, որ ընդդիմությունը հաղթել է, հասկանում եք, շատ պրոբլեմատիկ խնդիր է, երբ որ Նիկոլ Փաշինյանից զզվել են մարդիկ, հասկանում են նրա կեղծ լինելը, հասկանում են նրա վարքաբեկված լինելը, հասկանում են, որ իր կառավարությունը թալանչիների մի հատ կույտ է, թալանում են մարդիկ ու բոլոր տեղերը կլինի քաղաքապետարաններում, ցանկացած այլ տեղ էլի, այդ անհերքելի փաստ է, ուղղակի անհերքելի փաստ է, բայց այդ ֆոնի վրա ընդդիմությունը աշխատանքները, որ ասենք գոհացուցիչ են եւ ընդդիմությունը հասել է այն կետին, որ այսօր ինքը առավել քան վստահ ենք, որ կհաղթի, դեռ այդ կետին չենք ասել, բայց դիմացը 2 ամիս ունենք նվազագույնը, որտեղ որ կարելի է արդյունավետ աշխատանքները կազմակերպել։ Թալանի մասով, հա, ինչ շատ հետաքրքրում է այդ հանգամանքը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի հիմնական այսպես
դրույքներից, խաղաթղթերից մեկը, հա, այդ կոզիրներից մեկը, ինչպես ասում են, նա որ նախկին թալանչի մարդակեր, մարդակուլ համակարգը չպետք է հետ վերադառնա։ Հիմա դուք անվանում եք Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանությունը թալանչիներ։ Եվ ես նկատել եմ, որ Փաշինյանի վարչակազմը հատկապես ծանր է տանում, երբ որ իրենցից որևիցե մեկին մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Արդյոք սա քաղաքական հնարք է ձեր կողմից կամ ինչ որ դրսևորումներ կան, բայց դրա բարձրաձայնումը թե իրականում գետնի վրա դուք տեսնում եք, որ երկրում կա այն համակարգային կոռուպցիան, ինչ որ ըստ Նիկոլ Փաշինյանի կար մինչև իր իշխանության գալը։ Տեսեք, միանշանակ արդեն ես համոզմունքի մոտ ձևավորվել է, որ կա համակարգային կոռուպցիա, կա հովանավորչություն։ Ոնց է դա դրսևորվում։ Առաջի պարզ դրսևորվել է, որ կա Սարյան փողոցով ամեն ուրբաթ շաբաթ օրը քայլեք եւ կտեսնեք ԿՊ-ականների խրախճանքը, իտալական գինիների, ֆրանսիական գինիների ու չգիտեմ ինչ որ ստեյքերի սեղանների շուրջ։ Այսինքն այս մարդկանց կյանքի որակը փոխվել է։ Դա առաջինը, որ գետնի վրա քայլող մարդն էլ տեսնում է։ Երկրորդ Հա, բայց միսը, որ կա։ այսինքն աշխատավարձ են ստանում, Իմի շարունակեմ ես Նարեկ ջան, Անիֆը հայտնի։ Այսինքն Անիֆի գործով ոչ մի մեղադրյալ, ընդհանրապես ոչ մի մեղադրյալ չկա։ Աջափնյակի մետրոյի օրինակը բերեմ։ Փող են դուրս գրել, նախագիծ նայել են, պարզվում է աշխատանքային փաթեթը չկա։ Չկա։ Այսինքն այն որ պետք է պարզվի ինչքան արմատուրա պետք, ինչքան բետոնա պետք, այդ հաշվարկը չկա, ուղղակի բացակայում է դրա համար ծախսվել է։ Ինչպես Փողը ծախսվել է։ Այո, փողը դուրս են գրել, չեն ստացել։ Հաջորդիվ խնդիրը Երևան քաղաքի բյուջեն 400 միլիոն դոլար է։ 400 միլիոն դոլար հաղթանակի 40-ամյակի այգին, Դավթաշենի այգին, Մասիվի վերածնունդի այգին։ Բոլորը իրար հետ կառուցել է նույն ընկերությունը, որի քերին թե օրեղբայրը ուժային կառույցներից մեկի փոխնախարարն է, թե տեղակալն է։ Հասկանում եք։ Խոսում ես, ասում ես օրինակ հաղթանակի 40-ամյակի այգին Մալաթիայում գնում եք, լքված ինչ որ չեք կարող պատկերացնել, ավիրված, նույնիսկ այնտեղ իրանք բերել են հոր ջուր, որ այդ պիտի ֆանտանների մեջ լցի, բացակայում է, իսկար բացակայում է։ Այդ ընկերությունը առաջինը թքե կպցել է, ոչինչ չի քանել, մի քանի 100 միլիոն դրամ փող են տվել։ Դրանից հետո տվել են Դավթաշենի այգին, որտեղ որ տոմետները քանդվում է, դրանից հետո տվել են Մասիվի այգին, նույն վիճակի է քանդվում այդ այգին։ Եթե կոռուպցիա չի, հովանավորություն չի, դա ոնց կբացատրեք։ Ուղղակի ոնց կբացատրեք։ Իրանք բերել են, օրինակ եմար մի անգամ Նիկոլ Փաշինյանը հելա ֆեծանիվ քշեց, հասկացավ քաղաքում պրոբկա կա, որպեսզի իմիտացիա անեն, որ իրանք աշխատում են, բերեցին մի հատ անհասկանալի կառույց, որտեղ որ տնօրենին 1 միլիոն, փոխտնօրենին 800,000, աստղաբաշխական մեծ աշխատավարձներով մարդկանց են բերել, այն պարագայում, որ այդ կառույցները կար, քաղաքապետարանում տրանսպորտի վարչություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, չգիտեմ, խուճուճ անունով մի հատ պոակ ունեն, ում տնօրենի աշխատավարձը 2 միլիոն դրամ է, Նարեկ ջան, Excel համակարգը չի կարող աշխատացնել այս մարդը։ Գնացի ասում ես, այս պայն ուղ կարած հետևես տրանսպորտում քանի հոգի են երթևեկում, քանի հոգի չեն երթևեկում, ոչ մի բան չի կարող այդ մարդը հետևի։ Այդ կառույցը կար, ոստիկանությունն ունի այդ ստորաբաժանումը։ Փոխանակ այս մարդիկ աշխատեն, արդյունքը լինի, որ հոսքերը ճիշտ կառավարեն, Նիկոլ Փաշինյանը որոշեցին առանձին մի հատ կառույց բերել, ստեղծել, հիմնավորել։ Հաջորդիվ որ կա գալիս է, ընդունենք Ալեն Սիմոնյանի կամ Տիգրան Ավինյանի օրինակ, Ալեն Սիմոնյանը շենքում տունը 70 քառակուսյանոց հայտարարագրի վաճառում է 135 միլիոն դրամ, թե 150 միլիոն դրամ, մոտարապես այդ գումարը, նույն շենքում մի քանի հատ բարձրանում է վերև, որտեղ որ ավելի թանկ պետք է լինի, այդ նույն շենքում առնում է արդեն 2 անգամ մեծ 150 քառակուսյանոց, 130 քառակուսյանոց տուն, գուշակեք ինչքանով 100 միլիոն դրամով։ Մեսի գժանոց է, թե ինչ այդ ոնց է լինում։ Չէ, դա ոնց է լինում։ Տիգրան Ավինյանի մոտ մեկը տեսնում ես, ասում է բիտկոին ավելացա։ Ինգեր ասում ենք, «Իսկ քեզի որտեղից»։ Ասում է, «Հայրս մայնինգի գործարան ունես»։ Ասում ենք, «Okay, մայնինգի գործարան ուներ հերդ»։ Մեկի մի հատ առանձին նայում ես մայնինգ անելու համար փողը աշխատե։ Ասում ընկեր, դա նույն բանն է, ասես պարզ բացատրեմ, ոնց որ մեկին գնաս ասես երկու հացը քեզ որտեղից, ասի պապաս հացի փուր ունի, աշխատել ենք, այդ փողը չենք վերցրել, երկու հատ հաց ենք վերցրել։ Հաջորդիվ գանք ասենք, «Էս 500 դրամը քեզի որտեղից»։ Ասում որ հաց ենք գնացել աշխատել ենք, այդ աշխատանքի փողն է 500 դրամ։ Ասում ենք, ընկեր, դա հացն էր, բայց ինչ 500 դրամ է քո մոտ։ Էս ինչ 500 դրամ է քո մոտ։ Ուտեն շարունակական, հիմա մյուս կոռուպցիայի դրսևորումն ասեմ։ Քաղաքի ես փոշի Ներողություն, մինչև մյուս կոռուպցիայի դրսևորում, հա, երբ որ խոսում եք հովանավորության մասին, իրենք ինչ են պատասխանում ԿՊ-ականները, ասում են չհասկացան, ասում են, օրինակ ասում եք մեկի քիառին ինչ նայել այլն, հա, ասում են հետև ասում են չհասկացալ, մի հատ նայեք, տեսեք թե ինչքան ընդդիմադիրներ եւ իրանց ընկերություններ շահում են տենդերներ։ Հայաստանում ասֆալտաշինության մեջ մեծագույն տենդերներ շահում է Հայաստանի ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար, խմբակցության չէ, Հայաստան
բլոկի ղեկավար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան փոխկապակցված անձինք, իրենց հայտարարությունն եմ ասում, բայց ո՞նց է լինում։ Այսինքն նրանք էլ են շահում, մոտավորապես այս տրամաբանության մեջ է։ Տեսեք, առաջին մարդը, ով քննադատել է այդ ընկերության աշխատանքը Թումանյան փողոցի վրա, Մասի փողոցի վրա եղել եմ ես։ Հիմա տեսեք, տենդեր հայտարարողնել են իրանք, ստուգողնել են իրանք, վերջում որակի համար ստուգագրող փակողնել են իրանք։ Եթե իրանք այդ ընկերության հետ սիլի-բիլի չեն ելնում, եթե իրանք այդ ընկերության հետ ոչ մի կապ չունեն, ում են մեղադրում, հարց եմ տալիս, առաջի անգամ անորակ եղավ, էլ դրանից հետո գցեք սև բան մի տվեք։ Իրանք խոսում են իրանից, բայց չեն խոսում, որ Արենի կներեք, որակի եմ, անորակի մասին չի, հարցը նրա մասին է, որ Հայաստանում ըստ ԿՊԱ-կանների տենդերներից, պետական գնումներից օգտվում են բոլոր ընկերությունները, անկախ իրենց տերերի քաղաքական հայացքներից։ Սա է հարցը։ Հիմա տեսեք, ես կոնկրետ մի քանի ընկերությունների օրինակներով ձեզ բերեմ ու նաև զուգահեռները տանեմ, այդ խոսեցինք ասֆալտի որակից միտքս ավարտեմ, նույն Ալեն Սիմոնյանի եղբայրը, երբ որ մի հատ ընկերության տնօրեն էր, կիլոմետրերով տենց ասֆալտներ էին շահում ու սարքում էին, հենց դուրս եկավ այդ ընկերությունը սննկացավ ինքը։ Մյուսը, մեր երկրում այսինքն տրամաբանությունն ուզում եմ հասկանամ, եթե ես ընդդիմադիր գործիչ եմ, ընդհանրապես պիտի ոչ բիզնես ունենամ, ոչ օրվա հացի ապրուստ ունենամ, ոչ մյուս ունենամ, օրինական տարբերակով ոչ մի բան հնարավոր չի։ Չէ, կարող եք ունենալ։ Կարող եմ ունենալ։ Հաջորդիվ ես գամ, եթե մենք վերցնենք տեսակարար կշռի մեջ, քանի տոկոս են անում։ Այն մարդը անկախ նրանից ում բարեկամն է, ով է, եթե այսօրվա իշխանության հետ սիլի-բիլի ալնում կապ ունի, իմ համար ավելի վատ ԿՊԱ-ական է, քան օրինակ Վահագն Ալեքսանյանը։ Այսինքն իմ համար ինչ դաժան համեմատություն։ Դե միանշանակ եւ եկեք մի բան արձանագրենք։ Այն պարագայում, երբ որ ինչ-որ մի շինարար բարեխիղճ չի, իրան հայտարարում են տենդեր, գումարը տալիս են, այնուհետև դրանից հետո գնում ստորագրում են որակի վերաբերյալ կարծիք են արտահայտում ու դրանից հետո փորձում են իրենք մեղադրել, որ գիտեք ինչ կա, այս մարդու հետ է կապ ունի, թե չէ, ես էլ կարող եմ ասեմ ուղիղ ձեր հետ կապ ունի այդ ընկերությունը, կարող եմ ասել ուղիղ Սուրեն Պապիկյանի հետ կապ ունի, կարող եմ ասել ուղիղ ինչ-որ մեկի հետ կապ ունի, նորմալ է դա։ Դուք տվող եք, դուք ստուգող եք, ումից է ում վրա եք մունատ գալիս։ Իրանք ինչ են ասում, երբ որ իրենց ասում ես, որ այ տեսեք հիպոթեքեր, բաներ, բնակարաններ եւ այլն, ասեմ մի հատ նայեք, տեսեք թե նախկին իշխանություններով մարդիկ առանց ապարքեավճարների ոչ մի բան ինչպեսի փողեր են աշխատել, այս վերջերս օրինակ երկու հատ հմկարում են Լևոն Մկրտչյանի օրինակը, որից այդքան ապօրինի գույք են պահանջում Կրթության նախկին նախարար, ասում են մեզ էլ եկեք ասեք թե ինչի հիպոթեկով բնակարան գնել, հա Սուրեն Պապիկյանը հիպոթեկով բնակարան ա գրել, չգիտեմ, Յուրեղում էր որտեղ էր եւ այլն, կամ մյուսը։ Բայց երբ որ հարց ես տալիս պես ո՞նց է շատ էսպես պատահման պատահում, որ նույն թաղամասում Արսենյանների պատկանող նույն թաղամասում մի քանի ԿՊԱ-կաններ միանգամից բնակարան են գնում, այստեղ արդեն դե ավելի ագրեսիվ հակադարձություններ են լինում։ Տեսեք, նախ այդ ապօրինի գույքը որ կա, կոնկրետ հստակ ասեմ, որ էդի մարդկանց գլխին գործ Սարգսյան մեծ մասի իմ ընտանիքի օրինակը բերեմ։ Մեր ընտանիքում ոչ մի պետական պաշտոնյա չի եղել։ Միակ պետական պաշտոնյան եղել եմ ես 17 թվականի վերջում եղել եմ Արասայինիչի ռեֆերենտը, ազգային ժողովի նախագահի ռեֆերենտը։ Իմ հայրը դեռ խորհրդային տարիներից բանվորից մինչև դարձել է ՍՈՒ-ի պետ։ Իմ պապը եղել է դպրոցի տնօրեն, պապուս աղբերը եղել է կոնյակի գործարանի փոխտնօրեն, իր արձանն է դրած է կոնյակի գործարանում։ Իմ ընտանիքը մայր գործարանում իմ ընտանիքը ամբողջ կյանքը աշխատել է, ստեղծել է։ Մեր վրա բերեցին ապօրինի գույք հարուցեցին, որովհետև ասում են Նիկոլ Փաշինյանին 1000 դրամների հիմնադրամում փողը չկա, թալանում եք, այն թիվը, որ ասում եք ու մուտք ալնում, ամսական կտրվածքով շուրջ 300 միլիոնի չափ կորում էր այդ հիմնադրամից։ Ասում եմ, ուր է այդ գումարը, բռնեցին ապօրինի գույք բերեցին, հարուցեցին։ Հիմա իրանք է կասեցրել են, որովհետև իջել են 91 թվականը, ասում են 91 թվականին հորս պոտենցիալ եկամուտը կարող լիներ 48 դրամ։ Այն պարագային, որ պապիս մեղուների մեջից մի հատ 1 միլիոնի, մի հատ 1,5 միլիոն ռուբլու կանխիկացման փող եղավ։ 91 թվականին եղել է ռուբլի, ապագայի փող իրանք ասում են դու կարող ես ունենալ 48 դրամ։ Ոնց որ հիմա ասենք ապագայի չգիտեմ ինչ փող կարող քո էսի լիներ։ Հիմա շարունակեմ այդ ապօրինի։ Իմ տունը պարագայում այլ է, բայց պետական պաշտոնյաները։ Հիմա իրանք երբ որ խոսում են, բայց երբ որ գալիս ես որ Բյուրեղ թաղամասում իրանք առնում են բնակարան, առնում են շուկայականից շատ ցածր գներով, հետո նույն զուգադիպությամբ նույն բանկն է ֆինանսավորում այդ հիպոթեքա առնելու, նույն զուգադիպությամբ ԿՊԱ շունչ վայրերում պատտվող մարդիկ, Արսենյանները կամ մյուսն են վաճառողները, ինչքանով է դա նորմալ։ Եվ նույն զուգադիպությամբ բոլորը շատ էժան են այդ տունը ձեռք բերել։ Ինչքանով է դա նորմալ։ Ու եկեք հասկանանք, երբ որ դու նայում ես իրանց կյանքի խրախճանքը, իրանց վճարած հիպոթեկը կամ մյուսը չի բռնում իրանց մոտ։
բայց ասեմ, իշխանությունը փոխվելուց հետո այս բոլորը ջրի երես է այրնելու ու բոլոր այդ կոռուպցիոներները պատասխան են տալու, բոլորը անխտիր։ Բայց արդյոք երբ որ համեմատում, այսինքն իրենք ինչ են ասում, ասում են պայմանական մանր-մունր բաների մեջ եք մեզ մեղադրում, տուն են կարել, էս են կարել, են կարել։ Հələ մի հատ նայեք նախկինում ինչեր են ունեցել, մենք ասենք թե ինչ որ մի հատ բան կարել, հազարավոր մարդիկ հիպոթեկով, հիմա մենք էլ օրինակ ես էլ հիպոթեկով բնակարանում եմ։ Տեսեք, Նարեկ ջան, չեմ կիսում այդ կարծիքը, ինչի համար չեմ կիսում, այն մարդիկ, ովքեր իրենց երազանքներ Կիլիկիայի գարեջրի հետ նկարվեն, այդ շշի հետ դնում նկարվում են, այսօր $1000-անոց Լոռոպյանայի կոշիկներ են հագնում, իսկ մարդը իր կոշիկը երբ որ տալիս առնում, վերջի գումարը չի տալիս առնում կամ վարկ չի վերցնում որ կոշիկ առնի։ Իսկ ինձ մոտ այնքան է գումարը հատկացած, ցանկացած մի մարդ իր օրինակով կզգա կոշիկ, երբ որ ինքը տալիս է ու մի քանի զույգ ունի արդեն այդ կոշիկներից, դա հասկանում է, որ մարդկանց մոտ փողն այնքան է շատացել, իրանք չեն կարողանում այդ փողը տեղավորել իրենք։ Հասկանում ես, ու տենց բազում օրինակներ կարող են վերել, կամ իրանց ռեստորանները, որտեղ իրանց քեֆերն են անում, կամ իրանց վարած ավտոմեքենաները։ Մատ նայեք, էլ տեսեք այդ մարդկանց կյանքը ոնց է փոխվել։ Բոլորին է, անխտիր բոլորին է, անխտիր բոլորին։ Մեղադրում են կոռուպցիայի մեջ, ճիշտ է, մեղադրում են բանակը թալանելու մեջ, ճիշտ է թե չէ։ Իրենց անտրուսիկ թողած ամենամեծ պատասխանատուն համար մեկ պատասխանատուն թիկունքի պետը Մելքոյան Գագոն իրաց կողքը նստած է։ Այսինքն իրանց տրուսիկի փողը գողացել էր Գագոն, իրանց կողքը նստած է սուրբ տղա է։ Հիմա դի ո՞նց հասկանանք։ Շատ ուղիղ եմ ասում։ Ասում անքննելի են ճանապարհները։ Կամ եկեք ուրիշ օրինակներ տենց բազում կարող ենք վերցնել, նայել էլի Գուրգեն Արսենյանը, իրանց համար ով էր։ Դե ժամանակին երիտասարդ համարվում էր օլիգարխ։ Իսկ հիմա Որովհետև ես անգամ հիշում եմ, որ իր կուսակցությունը մամուլում բազմաթիվ հրապարակումներ կային դրա մասին, դատի չտան հեղում անենք առաջին կաշառք բաժանող առաջին ընտրակաշառք բաժանող կուսակցությունն ա եղել միավորված աշխատանքային կուսակցությունը 2003 թվականին, ընդ որում ասում էին համատարած բաժանում էր Գավառ քաղաքում, որտեղից էլ որ ինքը շատ ձայն էր ստացավ, էլի։ Եվ գիտեք ոնց է, իրանց մոտ կա երկակի ստանդարտներ, օրինակ Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, ով եղել է Գրիգորյան Մանվելի եւ Սանիկ եւ օգնականը, ինչպես ես իրանց համար նախկին եմ Անանիկի մոտ որ հայտարարագիրը նայում ես լացդ գալիս է։ Մեկը պարզվում է մեկը 20 միլիոն դրամ այլ ճանապարհով իրան փողա տվել, մեկը իրան ավտոյանավեր տվել, մեկը չգիտեմ ինչ արել ու իրանց համար դա նորմալ է։ Այսինքն իրանց մոտ կոնկրետ հստակ նախկին ասած ընտրովիա, ով ծառայում է իրանց, դա նորա պլպլանա, ով չի ծառայում իրանց, դա արդեն նախկին է։ Ուրիշ օրինակ բերեմ, բազում անգամներ ասում էին, որ Արչին բանկը պատկանում է Քոչարյանի ընտանիքին, ճիշտ է։ Արչին բանկի նախագահան մերն ա եղել Գրիգորյան։ Մերը Գրիգորյան չգիտեր, ո կառավարիչը չգիտեր, Տերնովա։ Շատ ուղղ եմ հարց տալիս, չգիտեր։ Այդ ոնց է ստացվում։ Մերը Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանի տեղակալն է, փոխվարչապետն է։ Արչին բանկի սեփականատերը հստակ է, հայտնի է, ոնց է, կայքում գրված է, այնպես դրամա ներողություն խնդրել չկար։ Դե հիմա գիտեք շատերին են Քաջարյանի պղնձամդրային գործարանը, այս երկու կեսի հետ կապեցին, այդ թվում նաև երկրորդ նախագահի հետ, որը այդտեղ կարծես թե բան չուներ, բայց միևնույնն է, երբ որ իրենք հնչեղ թվեր են հնչեցնում, երբ որ ասում են որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը $200 միլիոն ապօրինի գույքի տակով անցնում, սրա ընտանիքը այսքանով անցնում, նրա ընտանիքը այնքանով անցնում, ձեր ասած Սարյանի գինները Մեսրոպ ջան, ոնց որ թե չեն բաններում, էլի։ Տեսեք, ես նույն օրինակը բերում եմ, որ Ալեն Սիմոնյանը ջրվեժում դաչա ունի, Ալեն Սիմոնյանը կարողանում է Թայլանդերում ու Միկոնոսներում իր կայֆերն անել։ Օրինակ եմ բերում Տիգրան Ավինյանի անհասկանալի միլիոնավոր դոլարները, որ ավելանում այս մարդու մոտ, դուք ասում եք Սարյանի գինիները։ Այսինքն ում ձեռն ինչ ընկել է սրանցից, ամեն մեկը մի բան քերը տարել է, ում ձեռն ինչ ընկել է։ Հիմա մյուսը, եթե մեր երկում անկախ նրանից ով կլինեմ ես, թե իմ մորոքվոր տղան, եթե մի կոպեկ գողացե տարել է, պարտավոր է հետ բերի, հետ տեղը դնի։ Իմ համար դա ասենց ֆիքսված կարմիր գիծ է, եթե թալանել ես, պիտի բերես հետ տնես, բայց չի կարելի ինչ որ մեկի գլխին բերել ինչ որ բան սարքել։ Հիմա տեսեք, նույն իմ օրինակը հետ գամ, իմ տունը վարկով ես ձեռք եմ բերել, համ վարկն են դիտարկի ապօրինի, համ տունը, ասում խո դու գիժ չեք, ինչի համար, ասում դու սպառողական վարկը վերցել ես տունը սար, ասում այ լավ եմ արել, ասում բանկին խի ես խափե, գժանոց չի բա էսի։ Կամ ուրիշ օրինակ բերեմ։ Այո, ուր է ասել այդ գործը։ Իրանք կասեցրել են, իրանք քանի որ մենք ասում ենք եկեք ապացուցենք, կանչում ենք, տես բան տեսել եք, ասեք եկեք ապացուցենք, իրանք բռնեցին, կասեցրեցին։ Դատախազությունը միջնորդեց կասեցնել։ Այսինքն վերացավ այդ գործը։ Չէ, չի վերացել, ասես շարունակում է, մի հատ կասեցնել են, մի 5 տարի հետո, մի հատ հասկանան ինչ է, քանի որ արդարացման առավել քան վստահ եմ, որ արդարացման վճիռներ լինելու, առավել քան վստահ եմ, բոլորը համոզվել են, որ դա կեղծ էր, այդ ժամանակ որպեսզի նմանատիպ վճիռ չներ, իրանք կասեցրեցին։ Այդ օրինակով բազում տենց օրինակներ կբերեմ։ Մի օրինակ էլ ասեմ եւ ավարտենք։
Եվրոպա էի գնում ես, որ այնտեղ ընկեր ունենք, ում համար պետք է ավտոմեքենա առնենք։ Ոսոր գումարը տալիս եմ իմ հարսին, որ աշխատում է բանկում, ասում եմ այդ գումարը քիչ իմ քարտին, որ այդ ավտոն փողը հետո չվերջնեմ գնամ, ընդ գնամ, հետի առնեմ։ 35000 եվրո է, եթե չեմ սխալվում այդ գումարը։ Ուրեմն հարսիս մոտ դիտարկել են դա ապօրինի 35000, երբ որ հարսս տվել է այդ գումարն ինձ, մի հատ եկոր 35000 են հաշվի ապօրինի, մի հատ էդի որ ծախսել եմ, մի հատ էլ այդտեղ։ Այդ չեղած 35000-ը դարել է 105000, 105000-ը դարել մեր գլխին։ Հիմա ես սրանց ես ոնց պատասխանեմ։ Ինչ ասեմ ես սրանց։ Կամ եկեք մի հատ ուրիշ բան, Սրբուի Գալյանի երիտասարդ տարիների նկարները նայեք ու հիմա նայեք։ Փոփոխություն չկա այդ մարդու մոտ, ոնց է ստացվել։ Հիմա իրանց այդ պլաստիկ վիրահատություններն ու մնացածները նայեք, իրանց վրի ծախսած հագու կապերը նայեք։ Գոտի են կապում $800-անոց, ասում են մեր մոտ, գիտեք, ամեն ինչ նորմալ է։ Հետո ես համոզմունք Հա, բայց դե մարդը 4 միլիոն դրամ, 5 միլիոն դրամ պարքավաճառ է ստանում, $800-անոց գոտի կարա կապի։ Ներողություն, իրանք ասում են 4 միլիոնը ուղղել ենք մեր հիպոթեկի վարկերին, մենք այնքան պարտքերի տակ ենք, հազիվ պարտքերը տվեցինք, պրծանք իրանք չեն ասում գնացես ենք առել։ Ոչ մեկ չի ասել։ Ոչ մեկ։ Չէ, ես տրամաբանում եմ ընդամենը։ Լավ, կոռուպցիայի մասին խոսքը կամ դրսևորումները դե մեր հասարակության մեջ մշտապես այդ բանը եղել է, մեզ թալանում են, հա 90-ականներից սկսած մեզ թալանում են։ Հիմա այս փաստերը, որ դուք բերում եք, սա հասարակության մոտ ինչ որ ազդեցություն ունենում է, մարդիկ ձեր ասածը ըստ ձեզ տեսնում են թե չեն տեսնում, որտեղ այն ժամանակ տեսնում են, ասում են այս սրա ավտոն նրա տունը է, սին եւ այլն։ Հիմա դա երևում է թե չէ։ Տեսեք, միանշանակ երևում է, օրինակով բերեմ, տրանսպորտի խնդիրը որ կար։ Երբ որ բացատրում եմ, ասում նայեք ժողովուրդ, իրանք ասում են, որ օրական վերգետնյա տրանսպորտով երթևեկում է 600000 մարդ։ 600000 մարդը բազմապատկում ես 100 դրամով, այդ թիվը բազմապատկում ես 365 օրով։ Ահռելի թիվ է անում։ 21 միլիարդ դրամի չափ գումար է անում։ 50 միլիոն դոլարի չափ։ Այո, հիմա իրանք թանկացրեցին, մետրոն էլ մեջը մտավ, մետրոն էլ օրական երթևեկում է 75000 մարդ։ Այդքանով հանդերձ իրանք 14-15 միլիարդ չեն հավաքում, 6 միլիարդը կորում է այս մարդկանց։ Ու իրանք է 100 դրամի տեղը սարքել են 150 դրամ, հիշում եք, այսինքն այդ գումարը 30 միլիարդ դառնալ։ Հիմա այս մարդիկ, որ ասում եք, հատիկ առ հատիկ, իրենց հարևանների շրջակայքում տեսնում են ԿՊԱ-ականների կյանքի ինչքան իրենց ավտոմեքենաներն է փոխվել, կապ չունի որ իրենց անունով չի։ Մենք տեսնում ենք, որ Կարայանը Սարուխանյան, Շիրակի մարզից վթարում է իր ավտոմեքենան, սպորտային Mercedes ավտոմեքենան վթարի է ենթարկվում։ Ավտոմեքենայի համարները վրացական SK Կարեն Սարուխանյան 001 KP։ Հասկանում եք, Գագիկ Շամչյանը հրապարակում ակնհայտ է, չէ՞ իր ավտոն է էդի։ Ուղղակի ակնհայտ է, լավ իրանք էդի չեն տեսնում։ Լավ ուրիշ օրինակ բերեմ։ Իրանց ԿՊԱ-ական падգամավորը հայտարարագրի մեջ տալիս է 25 դրամով տուն առը։ Մի հատ ուրիշ ԿՊԱ-ական 25 դրամով ուրիշ ԿՊԱ-ական։ Ո՞ր падգամավորի մասը։ Ինչ։ Էմա Պալյանը 25 դրամով։ 25 դրամով։ Էմա Պալյանի հայտարարագիրը որ նայում ես լացդ գալիս է։ Մյուս օրինակը ես ձեզ բերեմ։ Падգամավորներից մեկը, որի մասին նկարանել եմ եթեր կտամ, գրել է, որ ինքը 4.5 միլիոն դրամանոց զարդ։ Եթե դու զարդ հա քո մոտ ավելացը, ձեռքբերման եղանակը կամ պետք է լինի գնել ես, կամ ծնողներդ նվեր են տվել ժառանգություն ես ստացել։ Կամ կինդ, կամ ամուսին։ Եթե դու ամուսին չունես, ձեռք ես բերե, մի հատ գուշակեք ինքը ինչ է գրել ձեռքբերման եղանակը։ Գրել է այլ։ Հիմա այդ մեր աղջիկն ինչ արե։ Իմ հարցին պատասխանեք։ Ինչ արե ինքը։ Դե պետք է երթադրում ինքը ինչ որ պարզամանակ։ Ուրեմն տենց շարունակաբար կսկսեմ հատիկ առ հատիկ բոլորի հայտարարագրերով անցում կատարել, ու դուք կտեսնեք ինչ խայտարակություն է։ Այդ մարդկանց մոտ օրինակ գրում են, այս տարի վերցրել ենք 10 միլիոն դրամ, հաջորդ տարի 10 միլիոնը փակել են, մի հատ ուրիշ 20 միլիոն են վերցրել ուրիշ բանի համար։ Ու այդ փողին ինչ որ մեկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մի օր չի գնամ դուրը թակի, ասի արի տեսնեմ ես ինչ է կատարվում։ Այսքան հրապարակայնորեն ցույց եմ տալիս, որ կոռուպցիա է թալանում եք, ուրիշ օրինակ բերեմ, կոռուպցիայի պարզ օրինակ։ Քիշեք ավտոբուսների մեջ բերեցին են կոպեկ գցելու ящикները, որ դրեցին, պարզ դեսով ասած։ Ուրեմն այդ արկղի արժեքը շուկայական գինը ոնց նայում 35-40 հազար դրամ է։ Իրենք գիտակցելով, որ 2 ամիս հետո մտնելու է միասնական տոմսային համակարգ, այդ սարքավորումը իրանց պետք չի ընդհանրապես։ Այդ ящикներն իրանք առնում են կամ 105 այն ժամանակ լավ է հիշում գինը, կամ 135000 դրամով։ Երևան քաղաքում մոտ 700-ը երևի առել են։ Իսկն բոլոր տղաների համար ավտոբուսների։ Բոլոր ավտոբուսների համար։ Ում ընկերությունից են առել գիտեք։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Զարայի ամուսնու Ռուբոյի ֆիրմայից են առել։ Չի կարող պատահել։ Օմնիկոնի Ռուբոյի ֆիրմայից են առել։ Մի հարց եմ տալիս։ 700-ը բազմապատկեք մի $200, ինչ թիվ արեց։ Արեց $140,000։ Մեսի կոռուպցիա է, թե չէ։ Թղթաբանությունով նայում ես, ամեն ինչ նորմալ է այս մարդկանց մոտ։ Տենդեր են հայտարարել, մի մարդուց գնացել են, ասում են, ես էս գնով եմ ծախում։ Առնում ես առ, չես առնում մի առ։ Բայց իրանք որոշում պետք է գնան առնեն շուկայականից 3 անգամ թանկ։ Մեսի կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Չի կարող պատահել, չեմ հավատում։ Ես ուրեմն եկեք գրազ են գալիս իրար հետ։ Չնայած դրա մասին իմիջիալոց ասեմ, բան եմ տվել, մամուլի ասուլիս եմ տվել քաղաքապետանի դեմ։ Փաստերով սաղ գրել եմ, ասել եմ ինչքան C-ով կառույց կա, ՊՊՑ, ԳՊՑ, ԱՑ, արա եկեք կամենցի բռնեք տարեք, կամ այդ մարդկանց։ Հանկարծ սխալվեմ մեկիդ հասցեն մի հատ թթու բան ասեմ, նույն օպենք ձերբակալեն։ Ճիշտ է թե չէ։ Ճիշտ է։ Հանկարծ միջանձնային զրույց ունենանք։ Մի բան ծուր խոսանք, կկտրեն մոնտաժ կանեն, երկուսը կկալանավորեն։ Ճիշտ է թե չէ։ Բայց որ հրապարակայինին հելում ասում ես դուք թալանչի եք, ընկեր, օրինակ $100,000 ստեից գողացակ, $200,000 ընդեից գողացակ, $1 միլիոն ընդեից գողացակ, ոչ մեկ դրա համար չի պատասխան տալիս։ Ուրիշ հարց տամ ձեզ։ Երևան քաղաքում կանաչապատման անցյալ տարվա արդեն ծախսել են այդ գումարը, հաստատված բյուջեն եղել է 4.9 միլիարդ դրամ։ 12-13 միլիոն $, հա։ Քանյա ծառ են տնկե։ Հարց եմ տալիս ձեզ, ըստ ձեզ։ Դի համի 100,000-ի չափ տնկած են ես։ 5034 կամ 5044-ը ծառ են տնկես մարդիկ։ 10 քանի միլիոն $-ով։ Չէ, ընդ գրել են որ 325,000-ը ծաղիկ ենք տնկե։ Դե գնա հաշվեց, ծաղիկն ուր է։ Գրել են 32,000-ը թուփ ենք տնկե։ Գրել են բան ծախսը դերական։ Երկու հատ ծառ ենք, բան ենք վերել որ ծառերի չգիտեմ ինչը ստուգենք։ Փաստը մնում է փաստ, $13 միլիոն, $5,000-ը ծառ։ 10 միլիոնա դե ծառ պիտի տնկեին այս մարդիկ։ Մեսի կոռուպցիա, թե կոռուպցիա չի, իմ հարցին պատասխանեք։ Շատ ուղիղ եմ ասում, ես ի՞նչ է։ Խարբերդի գազատարը քաշել։ Դուսամ ինչ շեգական գալում չէ, պատասխանը ռետորիկան է հարցադրում։ Չէ, նոր մեղադրում եք, ասում եք այդ կոռուպցիան չի երևում։ Խարբերդի գազատարը։ Չեմ ասում չի երևում, ասում եմ իրան կարողանում են այնպես խոսել, որ ով որ խոսում է իրանց կոռուպցիայի մասին, ասում են գնաց զբաղվի քո ապօրինի գույքով 200, 300, 400 ու միլիոններ։ Իմ պարագայում չի աշխատում, ես իրանց երեսին ասում եմ։ Իրանց երեսին ինչ կա ու ասում եմ։ Հիմի տեսեք, դեն շարունակությունը գնում է։ Մենակ այդ կետը չգանք հասնենք, էլի։ Խարբերդի գազատարը 700 միլիոն դրամ հատկացրել են, գազատարը քաշել են, տրուբեկը ջարդված գցած այնտեղ։ Ասում ընկեր, ի՞նչն է խնդրեմ, ասում տրուբի չափը սխալ էինք բռնել։ $1.5 էս։ Հա, $1.5 Հիմի կամ ավելի Դա ինչից է Երևանի քաղաքապետարանի բյուջեից։ Երևանի քաղաքապետարանի բյուջեից 700 միլիոն դրամ հատկացրել են, տրուբեկը քաշել են, գազ չկա։ 2 տարի գազ չկա։ Հիմի այդ ի՞նչ է։ Իմ հարցին պատասխանեք։ Դա Մսխել է։ Ինչ է։ Ինչ է, այս ինչ է, այդ եմ ուզում հասկանամ։ Ինչ որ մեկը կարա բացատրի, այդ ինչ են անում այս մարդիկ։ Այդպես օրինակ կոവിഡ്ի գործը եկեք հասկանանք։ Ինչ եղավ։ Փաստ էր, չէ։ Փաստ։ Լավ ուրիշ բան ասեմ։ Դավիթ Սանասյանին տարան այս մարդիկ կալանավորում էին, ինչ են մի բան արեցին, չէ։ Վերջը տենց չհասկացան։ Երեկամից հետո հանեցին։ Թորոսյան Արսենն շարլատան, բա շարը իրանում քիչ գնացի ներողություն խնդրեցիր։ Ու այդ օրինակները անհամար են։ Անհամար։ Մյուս կողմից էլ կա ավելի սարսափելի օրինակ, քաղաքական թեմաներով կալանավորումները, Արշակ Սրբազանին այսօր ազատ են արձակում ականջականչին, կարկարոն օրինակներից մեկն է, մարդուն մեղադրում են մի մարդու ցուցմունքով, որը չի տեսել, ասում է, ես ենթադրում եմ, որ 2018 թվականին իմ բանից ուսապարկից այդ մարիխուանան որ հանել են, ենթադրում եմ Արշակ Սրբազանին ասելով ա եղել, դրա թե թեմա մարդուն կալանավորում են։ Այսինքն պրակտիկան հետևյալն է, մարդուն բռնում են, տանում են մի քանի ամիս պահում են, 6 ամիս, 7 ամիս, 8 ամիս, ըստ քեյսի, Սրբազանինը Բագրատինը շատ ավելի երկար է կարծես ստացվում, հետո ուրեմն երկար աղմուկից բանից եւ այնից հետո սկզբից ինչ որ կամ վարչականով կամ տնային կալանք, հետո այդպես ու մի քանի տարի հետո արդարացնում են, բայց մարդու կյանքից մի հսկայական հատված անցնում է փաստացիորեն ընտանիքից կտրված վիճակում եւ այլն եւ այլն։ Այստեղ էլ այդ հակազդեցությունը չկա, հասկանում եք, այսինքն մի տեսակ ընդդիմություն ասեմ կամ ընդդիմախոսներ ասեմ կամ հասարակություն ասեմ, ակտիվ հասարակություն, բանա անպաշտպան է այն համակարգի դեմ, որը ստեղծվել է այս իշխանության կողմից։ Ես այստեղ շատ մեղադրում եմ Եվրոպային, եվրոպական դեսպանատներին, որովհետև իրենք այսօր ջայլամային քաղաքականություն են
վարում, այսինքն իրանք չտեսնելու են տալիս։ Դե մարդիկ բացահայտ ասում են մոլդովական սցենար են կանելու, ինչ։ Ուրեմն տեսեք, երբ որ նույն մեր քաղաքացին ընդունենք, իմ օրինակը բերեմ, ինձ էլ են չէ մեղադրանք առաջադրել 5 տարվա, ելքսը փակել են երկի, չեն թողում։ Նույնիսկ երեխա Հիմա փակա։ հենց հիմա փակա, հենց հիմա։ Ինձ ասում են, որ ստորացրել են բանին, Հանրապետության կուսակցության ներկայացուցիչին, այն մասիվի թաղապետին, ասում են յոգուրտը որ բան ես արել, ցփնել ես, ստորացել է, բայց ես անկեղծ չեմ ստորացել ու գրել են որ յոգուրտ չի եղել։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում որ դա յոգուրտ է եղել ու ելակի յոգուրտ է եղել, որպեսզի ստորացած չզգա այդ մարդը իրան։ Մի քանի անգամ, բայց մի Անին Խաչատրյան գնաց է գրել, այդ Տիգրանը Տեր-Մարկյան գնաց է գրել, մի դատվում են։ Դատվում եմ ես հասկանում եմ։ Որպես մեղադրյալ։ Որպես մեղադրյալ։ Ելքսը փակել են։ Հիմա գիտեք ոնց է, մարդուն երբ որ տանում են կալանքի դուրս է գալիս, այս մարդը կալանքից հասկանում է, որ չկա արդարություն, իսկ ինքը հասկանում է, որ նույն եվրոպական արժանապատվով ապրող թվացial այդ եվրոպացիները որ պիտի գնահատական տան այս ապօրինությունների դեմ, ուղղակի լուռ են, ինչքան ուզում անդիմադիրները խոսեն, ուրիշ իրանք աջակցություն չունեն, այսինքն պիտի աջակցությունը նաև դրսից լինի, որ մարդիկ գնահատական տան։ Մարդկանց մեջ հոգեբանորեն իմ կարծիքով բան է լինում, կոտրվում են այս մարդիկ կամ հասկանում են, լավ, էլի կռիվ տանք, ինչքան շարունակվի, ինչքան էսի շարունակվի, ո՞նց է էսի լինելու։ Այդ խնդրեմա, հասկանում եք, օբյեկտիվ դա խնդիր է ու խնդրեմա, դրա համար իրանց են մեղադրում։ Իմիջիալոց մի հատ է կոռուպցիայից բան հիշեցի, ավտոբուսները որ առել են ժոնգտոնք, մրցույթ հայտարարում են, փողը տալիս են, ավտոբուսը գալիս է, մեկը պարզվում է 2 հատ նստարան պակաս է, գազի բալոնն ուրիշ բան է, դրանց մոտորի պարամետրն է ուրիշ է։ Գիտեք ինչ են անում։ Տանում են կառավարության չզեկուցող հարցերի տակ, դնում են, ասում են, օքեյ, բերել է էսի, չի պատասխանել, ոչ տուժ, ոչ տուգան, ոչ մեկին ձերբակալել, ոչ մի բան չի լինում։ Բերում են կառավարությունն օքեյ է տալիս է, բերում նստում են քաղաքապետարանի բալանսը։ Հիմա սա չպետք ձեր ասած թվարկածները չպետք է դառնան դիմության համար մեյնսթրիմ։ Ինչ անեմ ես Նարեկ ջան, ասեք։ Չգիտեմ, հարցնում եմ։ Ես միշտ ասել եմ, շարունակաբար ասում եմ, այդ կռիվը տալիս եմ։ Այսօր մեր երկրում կա սոցիալական անարդարության մթնոլորտ նաև։ Բացի այն, որ կոռուպցիան կամ բանը Նիկոլ Փաշինյանը ում շնորհիվ որ եկել են իշխանության, տաքսու վարորդների շնորհիվ եկել են իշխանության իրանք, այդ մարդիկ իրան բերեցին, սարքեցին երկրի ղեկավար։ Մոռացել են այդ մարդկանց, ու այդ մարդկանց արհամարած են վերաբերում։ Ես գնում եմ Yandex-ում կռիվ եմ անում տաքսու վարորդների հետ, հասնում ենք որոշակի փոփոխություններին, որ Yandex-ը պարտավոր է դա անել, հելնում գնում են կառավարության ներկայացուցիչները տեսնում են այս մարդկանց, ասում է այդ փոփոխությունները որ Yandex-ը ձեզի ասել արել է, մենք մի 5 օր առաջ իրան զանգի ասել էինք։ Էդի մեր ասելով է եղել։ Արա ձեր ասելով ըլներ հիմի ժամ տուն, մեռել տուն, ինտերնետով որտեղ ըլներ սկսեի գրել այդ ինչ կապիկություն եք անում։ Ինչ կապիկություն եք անում։ Հիմա տաքսիստներին խափում են, մի խնդած եք անկեղծ եմ ասում։ Տաքսիստներին խափում են, ասում են 6 ամիս ձեն մի հանեք, վարորդներին 6 ամիս հետո ձեր հարցը կլուծենք։ Ընտրություններն անցավ է տաքսի վարորդների անունը կմոռանա, որ տես մարդիկ կան, ոնց որ մինչև միայն մոռացել։ Բայց անկեղծ անարդար այս մարդկանցից հարկ են քերում տալիս։ Կոնկրետ ռեկետ են անում, 5% իրանք են վերցնում, տաքսո պարկերն են վերցնում, Yandex-ն է վերցնում, դիմացը պետությունը ոչ մի բան չի տալիս։ Այն մարդ հեղեք էլի։ Բայց եկեք ընդունենք, որ իրանք հիմա մինչի սոցիալական ռեֆորմ են արել, որ անընդհատ պետքա բան ասում են, մենք կարողացանք թոշակառուին տանք ընդհանրապես առողջապահական համակարգով ծրի բժշկություն կարողացանք տալ։ Սա յուրաքանչյուր ընտանիքի հետ կապված ուղիղ ծախս է։ Տեսեք, այդ երևույթը, որ բոլորը կարողանան անվճար օգտվել, իհարկե շատ դրական է։ Այսինքն անկախ տնից ով է իշխանություն, մյուսը։ Մի հարցը հետևյալն է. արդյոք սա նախընտրական շոու չէր։ Արդյոք սա իրենք չարեցին, որպիսի ընտրություններին, քանի որ թոշակառուները իրանցից ինչպես ասենք թե 8 ամիս հետո տրակել է, բայց հետո ինչ են անելու։ 8 ամիս հետո այդ համակարգը տրակեց, ինչ են անում։ Փող չի լինելու, ինչ են անելու։ Ինչ են անելու։ Հիմա ոնց է, կարևորը մարդուն խափես, այսինքն ասես, եթե դու սրտի ստենդի խնդիր ունես, նենց արա տարվա առաջ 3 ամսվա մեջ ցիտդ վատանա, հա։ Կամ եթե դու վիրահատվում ես, նենց արա շուտ վիրահատվես, տես քո խնդիրն չեմ կարող հասկանամ եք, թոշակառուին կաշառք են իրենք բաժանում, շատ ուղիղ կաշառք են տալիս իրենք այս մարդկանց 10000 դրամ բացացնում, բայց թոշակառուները չկերան այդ իրենց մոտեցումը, էլի, այսինքն հասկացան, որ այս նախընտրական իրենց փյարվելու մյուս խնդիրներ։ Մյուս օրինակը ձեր բերեմ, մեր երկրում կա 500,000 թոշակառու, միջինը իրանք բարձրացրել են ընդունեն $20, $20, բազմապատկեք $20 500,000-ով, բազմապատկեք 12 ամսով, $120 միլիոն մեր բյուջեից, որտեղից են իրանք քերել, որ պետք է ինչ-որ միտեղից կրճատեն, որ բարձրացնեն, որտեղից են արել, հարց եմ տալիս։ Ում են խափում, որ ծրագրերը չեն անելու։
Մանկապարտեզները տեսել եք Երևանի ողբալի մանկապարտեզները։ Մանկապարտեզը գնում են, հիմնատակ ավիրում են, մոռանում են մանկապարտեզի տեղը։ Կենտրոնում բժշկական համալսարանի այն անատոմիկի ուղի դեմ դիմացը որ կա, Կորյուն հասցեին որ կա։ Առաջին մանկապարտեզն է, թե ճիշտ եմ հիշում համարով, ավիրել են հողին հավասարացել են, մոռացել են մանկապարտեզի տեղը։ Այդ հարևաններն ինձ կանչում են, ասում են՝ «Արի էլի խնդրում», ասում ինչ ա եղել, ասում արի գոնե բարձրաձայնի հանգարց շենք չսարքեն։ Այսինքն քանդել են չեն սարքել։ Ոչ մի բան չեն սարքել։ Աջափնյակում իրար ուղղությամբ 2 կիլոմետր չկա, 3 մանկապարտեզ փակել են, մոռացել են։ Փակել են, մոռացել են։ Լիլյան Արմ ընկերությունը որ կա, որի տնօրենը ԿՊ-ական, նա ցուցակով էլ գնում է այս մարդը։ Երևանյան լիճում քրեական գործահարույց է։ Գնացեք վիճակը նայեք, ինչ խայտառակ վիճակ է։ Նանսենի այգու տոմետները, խայտառակ վիճակ այգիները, նկարը ցույց եմ տվել։ Դրանից հետո մանկապարտեզը 105 հայտնի մանկապարտեզը այդ վիճակը, դրանից հետո բերում են 2.5 միլիոն դոլարով, տալիս են, ասում են դեպոն սարքի Երևանի։ Հիմի, եթե մեկը սխալ անում, այդ չինարներին են գալիս։ Եթե մեկը սխալ անում ու ձեր հետ կապ չունի, ձեր դաբրոյով չի, ո՞նց եք թույլ տալիս, որ չինարի երկրորդ տենդերը շարի 3-ը, 4-ը, 5-ը կամ 6-ը, ո՞նց եք դուք դրան նայում։ Հասկանում եք, ակնհայտ է, շատ ուղիղ ակնհայտ է, որ իրանց հետ կապ ունի։ Ու անկախ նրանից այդ շինարարնով է, եթե ինքը արել է անորակ շինարարություն, պետք է դատապարտվի։ Եթե ինքը արել է անորակ շինարարություն, դրա համար պետք է պատասխան տա։ Եթե պատասխան չի տալիս, ուրեմն ինքը ուղիղ կապ ունի ԿՊ-ականների հետ։ Ու իմ համար ավելի վատ ԿՊ-ական է։ Մի քանի անգամ ավելի վատ ԿՊ-ական է։ Դրա մասին դուք արդեն ասել եք։ Այո, այդ համեմատությունը, հայտնի համեմատությունը։ Շնորհակալ եմ շատ։ ես էլ եմ Հրավերացին ունելու շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես ինֆորմացիաները իմ համար այնքան խառն էին ու կամանեն, համար շատ դեպքերում չէի արձագանքում, որպեսի բան լինի, բայց համենայն դեպս է, որ այդ սոցիալական խնդիրները մեր երկրում կա ու դա չծագող է, ու կարծես թե այլևս փաստ է։ Տեսնենք թե առաջիկայում ինչ է լինելու, ինչպիսի ճարտարապետություն է ստեղծվելու, որը կարող է նաև այդ հարցերի պատասխան տալ։ Եվ այսպես 24-ի հետագիծն էր եթերում, ես Նարեկ Գալստյանն եմ, իմ հյուրները Երևան քաղաքի ավականու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը, մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։